Արմինե Ստամբոլցյանն եմ, Արմինս ձեռագործ բրենդի հիմնադիր տնօրենը։ Արմինս ձեռագործ բրենդը հիմնադրվել է 2016 թվականին մարտի 27-ին։ Հիմնադրման հիմնաքար է հանդիսացել մի մտահղացում, որը երկար ժամանակ ինձ հանգիստ չէր տալիս, այն կապված էր արվեստի հետ, մտահղացումը հետևյալն էր։ Քանի որ միշտ նկարները մենք տեսնում ենք կտավ յուղաներկով արված պատից կախված, ես ցանկանում էի արվեստը կրելի դարձնել եւ այդ մտահղացման հիմնաքար հանդիսացավ այն, որ ուզեցի կտավ յուղաներկով փոքրիկ մանրանկարներ ստեղծել, որոնք որ կվերածվեն զարդի։ Այդպես սկսվեց մեր Արմինսի պատմությունը։ Ինչի Արմինս, որովհետև շատ կուզենայի, որ Արմատը գրկվեր մեր բրենդի հիմքում, որը որ խորհրդանշում է Հայաստան, որով միջազգային շուկա դուրս գալուց մենք ունենայինք Արմինս, Արմինիա եւ այդ Արմատը, հայկականություն խորհրդանշող Արմատը։ Այդ դրա համար մենք բրենդի անունը հիմնադրեցինք որպես Արմինս։ Հիմնադրման հետ կապված առաջին դժվարություններին հենց առաջին օրվանից եմ հանդիպել, քանի որ բացի կտավ յուղաներկով պատրաստվող զարդերից ես եւս մեկ նյութով էի ցանկանում ստեղծել զարդեր մեկ օրինակից պատրաստված, իսկ այդ նյութը Հայաստանում մի քիչ դժվար ճարվող էր եւ ես այն ձեռք բերեցի հենց արտադրվող երկրից, Գերմանիայից, որը հենց պոլիմերային կավներ, հետագայում արդեն տեղեկացա, որ Հայաստանում էլ կան խանութներ, որտեղ որ վաճառվում են այդ նյութից։ Ֆինանսական ներդրումի հետ կապված են դժվարություններ եղել, քանի որ ես շատ քիչ գումարով եմ բրենդը հիմնադրել, ոչ մի ներդրում սկզբնական շրջանում չի եղել ներգրաված, շատ քիչ նյութերով եմ սկսել աշխատանքներս անել։ Առաջին հաջողություններից էր այն, որ տարբեր ցուցահանդեսի կազմակերպիչներ նկատում էին իմ աշխատանքները եւ հրավիրում էին ցուցահանդեսի, որտեղ որ ներկայացնում էի իմ աշխատանքները, իմ բրենդը եւ նման ձևով առաջ գնաց ինչ որտեղ, բրենդը ճանաչելիություն ձեռք բերեց, տարբեր հրավերներ եմ ստացել հեռուստաընկերություններից, սակայն մինչ օրս ես չեմ ընդունել այդ հրավերները, շատ պարզ պատճառով, որ չունեի արվեստանոց, դա եւս մեկ դժվարություն էր հանդիսանում, աշխատում էի տանը, իմ կարի մեքենայի վրա ու չէի ցանկանում, որ իրականում այդ ամեն ինչը լուսաբանվեր, քանի որ միշտ երազում էի արվեստանոցի մասին։ Այդպես, հաջողություններից մեկը եղավ նաև այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք բացեցինք արվեստանոց, որտեղ որ մարդիկ կարող են գալ, տեսնել իրենց արդի պատրաստման ընթացքը, ինչպես են ընթանում, գալ ընտրություն կատարել, ստեղծել միասին իրար հետ եզակի զարդ հատուկ այդ մարդու համար, հատուկ իր պատմությամբ, խորհրդանիշով կամ ինչ-որ նկարի հիման վրա, որ իրանց համար շատ հարազատ թանկ պահ է, որ իրենք ֆիքսել են եւ դա վերածվի զարդի։ Առաջարկներ եմ ստացել նաև Ֆրանսիայից, տարբեր երկրներից արտահանում անելու դեպի դուրս, բայց քանի որ դեռ մեծաքանակ արտադրանք չեմ սկսել արծաթի վրա կոնկրետ կտավ յուղաներկով աշխատանքներս, դեռ մի փոքրիկ, այսպես ասած, հետաձգում եմ այդ առաջարկների ընդունումը, քանի որ նպատակ ունեմ դեպի համաշխարհային մեծ շուկա դուրս գալ միմիայն արծաթների վրա ստեղծված կտավներով։ Կտավները իրենք նախ առաջին հերթին իրենք մնայուն արժեքներ են համարվում, քանի որ իրենք փոքրիկ նկարներ են ու իրենց հնարավոր է ոնց որ սովորական նկարները փոխանցել սերնդեսերունդ հետագայում, դրա համար իրենք առաջին հերթին վաճառվում են որպես զարդ նկար, հետո որպես զարդ։ Այսօր շատ արդի է ձեռագործ զարդերը, գնալով ցուցահանդեսների ժամանակ նկատում եմ մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում հենց ձեռագործության ոլորտին, հենց ձեռագործ զարդերի պահանջարկն է գնալով մեծանում, ինչի որտեղ յուրաքանչյուրը ուզում է իր անհատականությունը կրող, իր ոճը ընդգծող յուրահատուկ մի աշխատանք ունենա, անկախ նրանից, թե դա ինչ նյութից է պատրաստված։ Իսկ ինչքան ինքը ունիկալ է, այնքան մարդ կարող է ընդգծել իր յուրահատուկ ճաշակն ու ոճը։
Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այնպես էլ ձեռագործության ոլորտում մշտական մրցակցությունը բնականաբար կա, շատ adekvat, շատ նորմալ են վերաբերվում իմ զարդագործ բոլոր մրցակիցներին, նույնիսկ մարդիկ կան ում հետ, որ մեկ համագործակցում ենք, համատեղ ինչ-որ փոքրիկ պրոյեկտներ ենք իրականացնում, կարծում եմ, եթե հնարավորություն ունենք մեկս մեկիս աջակցելու եւ ինչ-որ շուկան ընդլայնելու կամ թեկուզ դեպի դուրս վաճառքներ իրականացնելու փորձենք մեկս մեկիս օգնենք, այլ ոչ թե խանգարենք։ Դա ամենաառողջ մթնոլորտն է ստեղծում Հայաստանում վաճառքների հետ կապված, սկսած փոքրիկ ձեռնարկատիրություններից մինչև մեծ խոշոր գործարարներ։ Տարվա ընթացքում Հայաստանում ընդամենը մեկ հոգի եմ ճանաչում, որ կրկնօրինակել են հենց իմ կտավ յուղաներկով ստեղծված զարդերը, այսինքն ճանաչում ասելով հերակա տեղեկացված են, որ իրենք եւս սկսել են մարդը եւս սկսել է աշխատել, այդ ուղղությամբ, սակայն դեռ չեն բարձրաձայնել, երևի տեսել են գովազդներից եւ ցանկացել են կրկնօրինակել։ Համենայն դեպս շատ քիչ եմ նկատել։ Առաջի անգամ, երբ որ ես թիրախավորված գովազդ էի միացրել ԱՄՆ-ի վրա, ԱՄՆ երկրի վրա, իրենց Սենթրվիլ քաղաքում մի նկարչուհի կին սկսել էր կրկնօրինակել 2018 թվականի դեկտեմբերին։ Ես իր հետ կապ պահպանեցի, ասեցի, որ դա հեղինակային մտահղացմամբ ստեղծված զարդ է եւ հեղինակը կրկնօրինակման դեպքում պահանջելու է իրենից պատասխանատվություն ու այդպեսով դադարեցվեց այդ կնոջ, այսպես ասած, այդ կրկնօրինակումը ինքը, քանի որ հայտնի նկարչուհի էր, առանձնապես հայտի դառնալու ցանկություն չուներ, ուղղակի մտահղացումը անկեղծորեն ասեց, որ շատ հավանել է եւ ինքն էլ էր որոշել ստեղծագործել այդ ձևը։ Երբ քաղաքում կամ առհասարակ իմ հաճախորդների մոտ տեսնում եմ զարդը գրելուց, անչափ շատ մեծ, այսպես ասած, երջանկություն ու սեր եմ զգում, որ ինչ-որ մի փոքրիկ չափով կարողացել եմ այդ մարդկանց յուրահատուկ իրենց գեղեցիկ ոճը ընդգծեմ ու ոնց որ իմ փոքրիկ մի ձախուկը իրանց մոտ է, այսպես ասած, շատ ուրախանում եմ, շատ ջերմանում եմ իրականում, ավելի պարտավորեցնում է, որ ես աշխատեմ ավելի եռանդով, պարտավորեցնում է, որ եւս էլի սիրով կրված այդ մարդու կողմից սիրով կրված զարդը, ոնց որ ասած, իր մոտ կրկնապատկեմ, եւս մեկ նվեր տամ եւ այլն, շատ ինձ դրական իմ մոտ էմոցիաներ է առաջացնում այդ ամենը, ու սիրով նաեւ տալիս եմ, նվիրում եմ, որովհետեւ սիրում եմ, որ յուրաքանչյուր կին ունենա գեղեցիկ, յուրահատուկ, հատուկ իր համար ստեղծված զարդ։ Ինչ գիր կարդալ։ Ինչ գիր կարդալ միանշանակ Վահագն Դիլբարյանի 100 բիզնես գաղտնիք եւ 101 բիզնես գաղտնիք գրքերը, որտեղ իրենք շատ յուրահատուկ գիտելիք տվող, յուրահատուկ գիտելիք փոխանցող գրքեր են, շատ կօգնեն նոր սկսնակ բիզնես գնող մարդկանց, բավականին հետաքրքիր գրքեր են, որպես հայ գրող, ես կարող եմ միանշանակ իրեն խորհուրդ տալ։ Ինչ ֆիլմ դիտել։ Ինչ դիտել։ Միանշանակ խորհուրդ կտամ շատ մոտիվացնող մի ֆիլմ Ուիլ Սմիթի կատարմամբ եւ իր որդու Spokojnie za счастьем։ Առաջին գնորդին։ Հիշում եմ առաջին գնորդին, անգամ հիշում եմ որտեղ էր, անգամ օրն եմ հիշում։ Առաջի գնորդս եղել է իմ ծանոթ ընկերներից մեկը, ով միաժամանակ մարտի 8-ի համար, մարտի 7-ին 2017 թվականի մարտի 7-ին, երբ որ ես հանեցի վաճառքի, իսկ վաճառքի զարդերը հանվել են 2017 թվականի հունվարից, 2017 թվականի մարտ ամսին այդ մարդը միանգամից 4 զարդ պատվիրեց հատուկ իր կնոջ, մայրիկի եւ իր հարազատների համար։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդ ձեռներեցներին։ Երիտասարդ ձեռներեցներին խորհուրդ կտամ միանշանակ, եթե ինչ-որ մի մտահղացում գալիս է, ոչ թե նստել մտածել, վայ ինչ կլինի, ոնց կլինի եւ այլն, այլ միանգամից ինչ հնարավորություն կա, թեկուզ փոքրիկ, բայց օգտագործելով այդ հնարավորությունը միանգամից այդ մտահղացումը իրականացնել, գործի կյանքի կոչել միանշանակ։
Այսինքն չվախենալ փորձ անելուց, որովհետև եթե դու չես փորձում, դու չես հասկանում քեզ դրա հետևում ինչ է սպասվում։ Ես ինքս երբեք չեմ մտածել, որ երբևէ կզբաղվեմ այս ամենով, բայց փորձեցի եւ կարծում եմ արդյունքը նկատելի է։ Միանշանակ փորձել ու երբեք ոչ մեկին ամենակարևորը չլսել, ոչ մեկի խորհուրդները այդ առումով չլսել, այսինքն լավ խորհուրդները գործելու լսել, բայց չլսել, որ վայ քո մոտ չի ստացվի, վայ էս ինչով ես զբաղվում, վայ էս ինչ ես որոշել անես, ոչ մեկի չլսել, անգամ հարազատներին, որովհետև երբ որ դու ներքին մղում ունես ու ներքին վստահություն ու հավատ ունես, որ ինչ-որ մի բան ստացվելու է քո մոտ, միանշանակ գործելուց դու կզգաս, դու քո մեջ այդ էներգիան կզգաս ու օրորի կբացվի այդ ճանապարհը քո դեմ։ Մեր բրենդը առանձնանում է նրանով, որ մենք շատ յուրահատուկ մոտեցում ենք ցույց տալիս մեր բոլոր հաճախորդներին, շատ անհատական մոտեցում։ Մեր ձեռագիրը փաթեթավորման շատ տարբերվում է, մենք մշտապես բնական թարմ ծաղիկներով ենք փաթեթավորումն իրականացնում, 6 տարվա ընթացքում այդ ամենի մասին խոսում են մեր մշտապես գոհ հաճախորդները եւ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր հաճախորդներին, երբ որ իրենք երկրորդ անգամ գնում են կատարում մեզանից, մշտապես անհատական նվերներ ենք ուղարկում իրենց ծննդյան օրերի առթիվ։ Այդպիսով մեր բրենդը տարբերվում է մյուս ձեռագործ բրենդներից, որ յուրաքանչյուր հաճախորդին զուտ իրեն յուրովի է մոտեցում ցույց տալիս ու փորձում է յուրահատուկ սպասարկում իրականացնել։